հայտնելու համար չնայած իրականում ասել եմ մի անգամ էլ կրկնեմ, մենք ապրում ենք մի ժամանակահատվածում, երբ որ մարդկանց շնորհակալություն ես հայտնում մարդ մնալու համար։ Միգուցե հա սենց բարձր է հնչում, բայց իրականում դա այդպես է։ Այո, թե երկիրը, թե հասարակությունը, թե ազգը միշտ խժռում է անտարբերությունը։ Եվս մեկ անգամ կրկնեմ, այս գործընթացը միայն Գագիկ Ծառուկյան անձի շուրջ չէ։ Այս գործընթացը վերաբերվում է բոլորին, նույնիսկ այն մարդկանց, ովքեր իրենց մտովի հա, բան են, ուջուրիկ աշխարհ են իրենց համար ձևավորում է, այդ աշխարհի մեջ ապրում են, չէ, բոլորին ա վերաբերվում, բոլորին։ Նկատել եք, որ այն ամենը, ինչի մասին զգուշացնում էր Գագիկ Ծառուկյանը նախընտրական ժամանակահատվածում կամաց իրականանում է եւ այդ իրականացման գործընթացը ինքը ցավոք մեկին մեկ բռնում է բոլոր այն վտանգներին, որի մասին հնչեցնում էր Գագիկ Ծառուկյանը։ Թե տնտեսական իրավիճակով, թե առհասարակ աշխարհաքաղաքական զարգացումներով չի ստացվի թաքցնել, չի ստացվի թաքցնվել այն օբյեկտիվ գործընթացներից, որոնք մեզ սպասում են։ Հետևաբար, չի կարելի, սա պետք է մենք ուղիղ ֆիքսենք, չի կարելի մարդկանց ենթարկել քաղաքական առումով, իրավական առումով, հա, բոլոր այն գործընթացների համար միայն ճշմարտություն խոսալու համար։ Գագիկ Ծառուկյանը այստեղ է միայն մի բանի համար, որ ճշմարտություն էր ասում։ Ճշմարտություն, ուրիշ ոչ մի բան։ Ասում էր, չէ, որ սոցիալ-տնտեսական իրավիճակը տրաքելու է երկրում։ 100 հազարավոր մարդիկ գյուղացիներ այսօր շիվարած կանգնած են, չգիտեն ինչ անեն։ Էլ չեմ խոսում այն մարդկանց մասին, որոնք իրենց աշխատանքից զրկվեցին իշխանության կողմից Գագիկ Ծառուկյանի հանդեպ իրականացված գործընթացների ներքո։ Շատ կարևոր է այս ամենը հասկանալ։ Ժորժ ջան, դու կարող ես, տեսեք, այս իշխանությունը որդեգրել է մի քաղաքականություն։ Ասում եմ, մի խոսացեք պրոբլեմների մասին, մի խոսացեք վտանգների մասին։ Կռիվ մի տվեք նրա համար, որ օրինակ չգիտեմ, ինչի համար պետք է Ադրբեջանը հայտարարի Հայաստանի տարածքը Արևմտյան Ադրբեջան։ Մի խոսացեք դրա մասին, ով դրա մասին խոսում է, ինքը ուրեմն շպիոն է, լավ չի։ Բայց այդ ամեն ինչը կա, չէ։ Սրանքս երևույթի մոռացել են շատ կարևոր մի, չգիտեմ, գաղափար։ Եթե մարդ չի խոսում պրոբլեմներից, այդ պրոբլեմները չեն վերանում։ Եվ այո, այսօր այն ինչ կատարվում է Ծառուկյանի շուրջ, կատարվում է բոլորի շուրջ, սա ինչ-որ տենց, չգիտեմ, լոզունգային հայտարարություն չի։ Գալիս ենք, այստեղ ենք, մարդիկ են, վստահաբար խոսում եք իրար հետ, քաղաքացիներ են, չէ մոտիկանում, խոսում են, հարցնում են։ Արա ում հետ խոսում ես, ինչ-որ խնդրի առջև է կանգնած, ընդ որում այն խնդիրների, որը Գագիկ Ծառուկյանը հնչեցնում էր։ Եվ այո, Աստված ոչ անի, որ մենք ապրենք մի երկրում, որտեղ ճշմարտությունը խոսալու համար բռնելու են, չնայած բռնում են, էլի ինչ Աստված ոչ անի, հիմա տենց է լինում, պոզով պոչով չի լինում։ Հետևաբար Ծառուկյանի ազատ արձակումը, Ծառուկյանի շուրջ գործընթացները, իրենք ակնհայտորեն ազդում են բոլորիս վրա։ Կրկնեմ նույնիսկ այն մարդկանց վրա, ովքեր միգուցե երբեք քաղաքականությամբ չեն զբաղվել կամ չեն համակրել Ծառուկյանին։ Իրանց վրա է ուղղակի ազդում։ Մարդը գալիս եմ, ասում է Արարատի մարզից եմ, դեղց եմ աճացնում, վարկ եմ վերցրել, տունս գալու են խլեն։ Ինչ պատասխանեմ այդ մարդուն, չես զգուշացնում դրա մասին Ծառուկյանը։ Ուղիղ, մարդը ասում էր ժողովուրդ լինելու է, ես չեմ հասկանում, ինչի համար ակնհայտ պրոցեսներից մենք հրաժարվում ենք ճիշտ ընկալել։
Հետևաբար Ծառուկյանի ազատությունը, Ծառուկյանի ազատ արձակվելը, այս բեսպրեձելի վերջ տալը բոլորիս, եւս մեկ անգամ կրկնեմ, բոլորիս գործն է։ Հետևաբար ազատություն Գագիկ Ծառուկյանին։ Ազատություն։